2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Մեզ հետաքրքրում է, թե ինչպիսի տրամադրվածություն ունեն քաղաքացիները։ Առաջիկա ընտրություններին մասնակցելու եք։ Ոչ, չեմ ասի։ Ես ոչ մեկին չեմ ընտրելու։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ոչ։ Սակայն հիասթափությունը բոլորին չէ, որ հեռացրել են դրա տեղամասերից։ Մեր զրուցակիցների մեծ մասն ասում է, անկախ քաղաքական իրավիճակից պատրաստվում է մասնակցել քվեարկությանը։ Առաջիկա ընտրություններին մասնակցելու եք։ Պարտադիր։ Անպայման։ Բնականաբար այո։ Անպայման։ Անպայման։ Իսկ ինչի համար են պատրաստվում քվեարկել քաղաքացիները։ Շատերը քաղաքական ուժերից ավելի հաճախ խոսում են արժեքների ու սպասումների մասին։ Ըստ ձեզ, հանուն ինչի եք քվեարկելու։ Հանուն արդարության։ Անկախ Հայաստան եմ ուզում, բարի հայրենասեր ղեկավար եմ ուզում, հոգատար իր երկրի ժողովրդի նկատմամբ։ Հանուն մեր պետությանը, ինքնիշխանությանը, որ վերջապես մենք մեր որոշումները մեր ժողովուրդը որոշի, մեր ղեկավարությունը որոշի, ոչ թե ուրիշ տեղից մեզ հրահանգեն։ Իսկ հանուն ինչի եք քվեարկելու։ Հանուն Հայաստանի։ Լավ, բնականաբար ավելի լավ Հայաստանը։ Իսկ հանուն ինչի եք քվեարկելու։ Հանուն Հայաստանի բարգավաճում։ Այնպիսի Հայաստան ունենանք, որ մարդ ցանկություն ունենա ապրի այդ երկրում, որ մեր երեխաները գոնե լավ ապրեն, մենք ինչ ապրել ենք, այդ անցած արդեն, երեխաները լավ ապրեն, դուք լավ ապրեք։ Քաղաքացիների խոսքով երկրի ապագան միայն ընտրության արդյունքներով չի որոշվում, այլ փոփոխությունը սկսվում է յուրաքանչյուրի վերաբերմունքից երկրի նկատմամբ։ Ինչ պետք է անի քաղաքացին, որ մեր երկիրն ավելի լավը դառնա։ Ինքը պետք է լավանա։ Ինքը պետք է ճիշտ մտածի, ճիշտ եզրակացություններ կազմի։ Մի քիչ պետք է փոխվի ամեն դեպքում մտածելով, որ մենք խելացի ժողովուրդ ենք, էլի, մենք պետք է կազմենք մեր երկիրը եւ չընկնենք այդքան գումարի հետևից։ Չթափի, սիրի իր երկիրը, հարգեն միմյանց։ Քաղաքացին ճիշտ պիտի ընտրի, եթե ուրիշ բան չունի անելու։ Ինքը քաղաքացին լավը պետք է լինի, որ երկիրը լավը դառնա։ Քաղաքացին էլ պետք է փոխվի ավելի լավը դեպի։ Քաղաքացին պետք է գնա ընտրության մասնակցի անխտիր։ Ու ձայն տա զարգացած համայնքի հետ գործակցելու։ Հունիսի 7-ին քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը եւ մարդկանց համար կարեւոր է ոչ միայն այն, թե ով կստանա իշխանություն, այլև այն, թե ինչպիսի հասարակություն է պատրաստ կառուցել ինքը, քաղաքացին։